Բայց ամեն դեպքում այդ քաղաքական, եթե դու քաղաքական կոմպոնենտ ես մտցնում, ակտիվացնում ես, իսկ մայր Հայաստանը հենց այդ դիրքերից էր հանդես գալիս, որ պետք է մաքսիմում ակտիվացնել հասարակությունը, որպեսզի այն գծած պատկերը, որ իրենք ունեին, ասենք ես համոզված եմ, որ իրենք իմացել են, որ այդքան ձեն տանելու են, դրա համար իրենք ասում էին, որ քաղաքացիական պայմանագիրը 50+ ենք հավաքելու, 50+ ենք հավաքելու, հաշվարկը մոտավորապես հետևյալ որ ավելի քիչ մարդ կգնա դրության։ Ասենք հաշվել են, որ 30-35 հազար մարդ է գնալու, դե 17,000-ը արդեն մեծամասնություն է, դրա համար է։ Սա նաև հավաստում է այն վերլուծության մտքերի, կոչերի, որոնք նաև 21 թվականն հնչել, որ սիրելի ժողովուրդ, դուք որքան ակտիվ մասնակցեք ընտրությունների, ԿՊ-ի տոկոսները պակասելու է, որտեղ այո, հենց Գյումրին շատ լավ օրինակ։ Գնացին, մասնակցեցին, ԿՊ-ի այդ գծած պլանը ամբողջովին խաթարվեց։ 17,000 իրանք հաշվել էին 35,000 դե մասնակցություն է լինելու 30-35,000, 17-ը լրիվ հերիք է, ասենք 51+, հետո թափալելու են, բա տեսակ հաղթեցինք եւ այլն, բայց գյումրեցիները որոշեցին այդ օրը գնալ մասնակցել։ Հիմա գնացին, մասնակցեցին տարբեր քաղաքական ուժերի մեջ, բաշխեցին իրենց ձայները, բայց արդյունքում ստացանք հետեւյալ պատկերը, որ քաղաքացիական պայմանագիրը հերթական անգամ Գյումրիում պարտվեց։ Եվ առաջի բանը, որ պետք է մենք ֆիքսենք, որ ընտրական պրոցեսների մասնակցության միջոցով ճիշտ աշխատելու պայմաններում հնարավոր է իշխանազրկել քաղաքացիական պայմանագրին։